Մեկ-երկու նախադասությամբ դուք համենայն դեպս ինձ եւ համոզված եմ նաեւ իմ գործընկերոջը չհամոզեցիք այդ փոփոխությունների անհրաժեշտության կարևորության մասին, այսինքն ես ուզում եմ նախ հստակ պատասխանեք հետեւյալ հարցին. մինչև հիմա այդ կարգը ինչին է խանգարել, ինչ խոչընդոտներ ա ստեղծել, ինչ խնդիրներ ա ստեղծել եւ հիմա որ դուք բերել եք դրանով ինչ հարց եք ուզում լուծել։ Ես հիմնավոր կասկած ունեմ, որ նաեւ ցանկանում եմ որ դուք այդ հարցին պատասխանեք, արդյոք այս գործընթացը իր հետ որոշակի առումով չի բերելու այն մեծ իրավիճակին, որ վերջնարդյունքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց հողեր վերցնելու, այսինքն խող խլելու կամ որոշակի այդ գործընթացը սկսելու միտում ես այստեղ տեսնում եմ, ես խնդրում եմ փարատեք, եթե ես սխալվում եմ այդ կասկածները եւ ավելի հիմնավոր եւ ավելի բովանդակային ասեք մեզ բացատրեք, համոզեք, որ դա անհրաժեշտությունը իրապես կա կամ մենք այսօր դրանով ինչ հարց ենք լուծում։ Խնդրեմ, պարոն Վարդանյան։ Որևէ միտում չկա սեփականության իրավունքը սահմանափակելու կամ ինչ-որ գույքեր հետ վերցնելու, եկեղեցին նույնպես կարող է սեփականության իրավունքով հողամասեր գնել աճուրների կամ այլ ընթացակարգերի միջոցով, սեփականության իրավունքի սահմանափակում բացարձակապես չկա, ուղղակի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու ինստիտուտը ցանկանում ենք այս պարագայում կիրառել զուտ պետական սեփականությունը նպատակային ծառայեցնելու համար։ Եվ բացարձակապես ինչ-որ մեկի ինչ-որ կառույցի եկեղեցու իրավունքը սահմանափակելու նպատակ չենք հետապնդում։ Սա ընդհանուր առմամբ սա է կարգավորումը մանրամասն ուրիշ բան։ Պարոն Դանիելյան, խնդրեմ։ Տեսեք, եթե ճիշտ եմ հասկանում, հիմա անհատույց տրված հողեր կան, չէ՞, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Այս բանի դրությամբ։ Չէ, հիմա կոնկրետ սա վերաբերվում է անհատույց օգտագործման հողերին, չէ՞։ Որը սեփականության իրավունքով չտրվեցվի, այդտեղի անհատույց օգտագործման։ Ինչ տրվել է, հետ այսու նման բան չի կարող լինել, ճիշտ եմ հասկանում։ Սեփականության իրավունքով բայց նայեք, ամենայն հարգանքով վերջին ինչն է իմ մտահոգությունը, ավելի պարզ ասեմ, էլի, տարբեր հայտարարություններ են հնչում, որ եկեղեցուն ունի տարածքներ, հողեր, որոնք որ պետք է այդ հողերը վերցվեն, եւ դա քաղաքական մակարդակով հնչում է այդ ամեն ինչը, եւ իմ մոտ այդ հիմնավոր կասկած առաջանում է։ Ես խնդրում եմ այս հարցին պատասխանել, սա որոշակի առումով դրան վերաբերելի է, թե վերաբերելի չի։ Պարոն Դանիելյան, բացարձակապես կապ չունի դրա հետ։ Նախկինում սեփականության իրավունքով տրամադրված հողամասերը այս նախագծով չեն կարող ոչ հետ վերցնել, ոչ այլ բան իրականացվել։ Դա վերաբերում է հետ այսուհետ այն հողամասերին, որ սեփականության իրավունքով չեն կարող տրամադրվել եկեղեցուն։ Դրանք կարող են տրամադրվել միայն անհատույց օգտագործման իրավունքով։